Ընկերներ, ողջույն, եթե ցանկանում եք պատրաստել մրշնաբույն, սակայն ժամանակ չունեք խմորի հետ աշխատելու, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Առաջարկում եմ պատրաստել մրշնաբույն առանց ալյուրի։ Եվ այսպես վերցնում ենք ղադայիֆի խմոր, ես վերցրել եմ կես կիլոգրամ, իհարկե քանակը կախված է նրանից, թե ինչ չափաբաժնով եք ուզում պատրաստել։ Կտրատում ենք, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում, և լցնում ջեռոցի տապակի մեջ, որի վրա նախապես դնում ենք յուղաթուղթ։ Թելիկներն իրարից առանձնացնում ենք որքանով, որ դա հնարավոր է, և դնում նախապես հարուցունած ճնտաքացված ջեռոց մինչև ոսկեգույն դառնալը։ Ջեռոցում եղած ժամանակ հաճախակի բացում ենք դուռը և խառնում ենք մասսան, քանի որ եթե այդ գործողությունը հաճախակի չկատարենք, մի մասը կվառվի, մի մասը կբովվի, իսկ մի մասն էլ կմնա առանց բովվելու։ Մեր նպատակն է ստանալ համասեռ երանգ, որքանով, որ դա հնարավոր է։ Ջեռոցից հանելուց հետո նորից առանձնացնում ենք թելիկները և դնում մի կողմ, որպեսզի սառչի։ Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացնում ենք 1 տուփ եփած խտացրած կաթ և լավ հարում մինչև ստանանք համասեռ կրեմ։ Ուզում եմ հիշեցնել, որ ղադայիֆի խմորը իրանից ոչ մի առանձնահատուկ համ չի ներկայացնում, այնպես որ մեր քաղցրավենիքի համը հիմնականում կախված է կրեմի համից, այնպես որ վերցրեք որակյալ մթերքներ։ Պատրաստի կրեմը մնում է միացնել արդեն նախապես բովված և սառած խմորին և ստանալ մեր համեղ մրշնաբունը։ Խմորը լցնում ենք կրեմի վրա և լավ խառնում։ Այստեղ արդեն կարող ենք պատրաստի զանգվածը լցնել որևէ տարայի մեջ, հարթեցնել, թողնել մասսան կայունանա և կտրատել, սակայն ես որոշել եմ պատրաստել ձևամանով, վերցնում եմ ուղղանկյուն տեսք ունեցող սիլիկոնե ձևաման և պատրաստի զանգվածը լցնում ձևամանի մեջ, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Հարթեցնում եմ հնարավորինս ամուր սեղմելով, որպեսզի ազատ տարածություն չմնա և հետագայում մեր քաղցրավենիքը գեղեցիկ տեսք ունենա, և տեղափոխում եմ սառնարան, որպեսզի այն արագ կայունանա։ Մոտ 30 րոպե անց հանում եմ սառնարանից և հեշտությամբ առանձնացնում ձևամանից, ստանալով գեղեցիկ կտորներ։ Ահա և մեր մրցնաբույնը պատրաստ է։ Իհարկե, այն տարբերվում է մեր իմացած մրշնաբույնի համից, սակայն ժամանակի առումով բավականին խնայում է ժամանակը և ստանում ենք որակյալ ու համեղ արդյունք։ Դե ինչ, բարի ախորժակ։